No Filter հաղորդման հերթական եթերին հյուրընկալվել էր Հովհաննես Ազոյանի նախկին կինը՝ Մերի Մարտիրոսյանը։ Star News-ը հետևել է զրույցին, որտեղ Մերին առաջին անգամ ավելի բաց է խոսել իրենց ամուսնության և տարիներ առաջ տեղի ունեցած բաժանման պատճառների մասին։ Նրա խոսքով ամուսնության սկզբում նա գիտակցաբար է ընտրել կյանքը հանրային մարդու հետ, սակայն ժամանակի ընթացքում հասկացել է այդ կյանքի իրական ծանրությունը։ Իրականում, երբ Հովհաննեսի հետ նոր էինք ծանոթացել, ճիշտն ասած ես գիտակցելով եմ ամուսնացել իր հետ, իմանալով, որ նա արտիստ է։ Բեմի մարդ է, հանրային, բայց լրջությունն ու ծանրությունը չէի պատկերացնում։ Այդ տարիների ընթացքում հասկացա, որ արտիստը ոչ ընտանիքինն է, ոչ կնոջին է և ոչ էլ երեխաներին է։ Ինքը բոլորինն է, և դրա հետ համակերպվելը տարիների ընթացքում դարձավ դժվար, հատկապես բալիկներից հետո։ Երբ նույնը բալիկներն էին զգում։ Հետո մեր մտածելակերպը փոխվեց, նշել է Մերին։ Զրույցի ընթացքում խոսք եղավ նաև, թե ինչպես են երեխաները վերաբերվել բաժանմանը։ Հաշվի չառնելով, թե իմ և Հովհաննեսի բաժանության հետ կապված ինչ լուրեր են տարածվել, ֆանտազիայի ժանրից էին, ճիշտն ասած։ Կուզեմ օֆիցիալ հերքեմ այն բոլոր միֆերը, այդ ամեն ինչը սուտ էր, որպես իր 10 տարվա նախկին կին եմ ասում։ Եվ համացանցում կային լուրեր, և դպրոց էին հասցրել։ Իմ երկու երեխաներն էլ շատ ծանր չէին տարել բաժանումը, որովհետև չեն տեսել պապային, առավոտը գնացել է աշխատանքի և շատ ուշ եկել է։ Ծանր տանելը այդ լուրերն էին։ Սկսված համասեռամոլությունից ավարտված նարկոմանիայով։ Հիմար լուրեր էին տարածվել, որ տղամարդու հետ եմ բռնացրել իմ նախկին ամուսնուն, որը սուտ է։ Ի տխրություն շատերին չի համապատասխանում իրականությանը, անկեղծորեն խոստովանել էր Մերի Մարտիրոսյանը։ Հատկանշական է նշել, որ Հովհաննես Ազոյանը երկար ժամանակ էր ինչ գործունեություն չէր ծավալում, և նրան այդ աշխատանքային գործունեության դադարի ընթացքում շատերը նմանեցնում էին Լևոն Մկրտչյանին։ Վերջինս էլ իր հարցազրույցներից մեկի ընթացքում անկեղծորեն խոսել էր այս մասին։ Երբ դերասանը հայտնվեց ոլորտում, առաջին ամենաքննարկվող հարցը իր արտաքին կերպարն էր։ Ու այդ ժամանակ ակտիվ էր գործունեությամբ նաև Հովհաննես Ազոյանը։ Իրենց շատ նմանեցնում էին, և Լևոնին համարում էին ինչ-որ առումով Հովհաննես Ազոյանի քոփին, որովհետև ոչ ստանդարտ մազերը նման էին, որը միանգամից աչք էր ծակում։ Սրտնեղո՞ւմ էր արդյոք դերասանն այս համեմատություններից։ Այդ հարցում իմ ընկերներն ինձ օգնում էին, ովքեր նաև կապ ունեն ոլորտի հետ։ Իրենք ասեցին՝ ունես X ժամանակ ապացուցելու, որ դու լովն ես ու վերջ։ Այդ ժամանակահատվածում շատ զանգեր եմ ստացել տարբեր մարդկանց կողմից, ովքեր առաջին պլանում տեսել են Հովհաննես Ազոյանին, հետո բանակցությունները չեն ստացվել, զանգել են ինձ։ Ես իրենց նույն թիվն եմ ասել, ինչը որ Հովոն, որովհետև ես նույն տիտանական աշխատանքն էի անելու։ Մենք ընդհանրապես իրար չենք ճանաչում, չենք էլ տեսել։ Ես որպես դերասան իրենից չեմ ոգեշնչվել, ավելի մեծ, ավելի փորձառու մարդկանցից եմ ոգեշնչվել։ Միշտ Մկրտիչ Արզումանյանից եմ ոգեշնչվել։ Նշենք, որ դերասան Հովհաննես Ազոյանին դուր չի գալիս իր ու նորահայտ դերասան Լևոն Սարգսյանի նմանության թեման։ Լևոն Սարգսյանն Ազոյանի պես հայտնի չէ, սակայն գործունեություն է ծավալում նույն ոլորտում։ Մամուլում հաճախ են խոսում նրանց նմանության մասին։ Կարծիքներ կան, որ Լևոնին նախագծերին մասնակցելու են հրավիրում հենց այդ նմանության համար։ Հովհաննես Ազոյանը նմանությանը վերաբերող հարցին չցանկանալով պատասխանել, նշել էր նման չէ, այդ երկու բառը կասեմ։ Տենա ուղարկել, հենց սադախլոյս ունկեքը մեջը։ Իս ով տվել։ Արմեն հոպարն է տվել, ասաց փողը մոտիցը տանպակաս լինի։ Իս ինչ կա։ Սուքարանի թուղթ։ Այս ինչ համար։ Սենց ջազվա այնտեղ չկա, 200 հայկական կոֆե են սարքել մեջը։ Իս ով տվել։ Գեղամ հոպարն է տվել, լամպովի զավոդում որ աշխատում էր ինքը։ Ինչի՞ ծվել է։ Տատի տա ուղարկել տնական է։ Իս ինչ կանոջի է։ Լսի մեր հարևանն է տվել, նորա քաղել, ասաց այնտեղ անպայման կօգտագործել։ Վենտիլատոր։ Կյանքս դե վալետ հոպարն է ուղարկել, ասաց հայկական է ինքն է սարքել։ Ամերիկայում չկա վենտիլատոր։ Դրանից չկա։ Լսի քեզ ինչ եմ ասում, քրոջած ոտը вообще չտենամ,
Մորդ ոտը առավել եւս, այն հորքուրիտ էլ չասեմ։ Ու մենք ընկերներով ինչքան կուզենք կգանք ստե բլոտեք խաղանք, ինչքան է որ պետք կլինի, դու կոֆե կդնես։ Արա տես բան ասես Բենոն Մայրամի, Մայրամը անես տնես ռադ արեց արա։ Արա սմարը բերև է փակ ապե սուս մնա էլի։ Հա, դες ճիշտ չի։ Բոլորն են լավ։ Հետս բրծել եմ մի հատ Wi-Fi-դ կոդը կասես։ Ես ասեմ գրի։ BQ GGS USU Տակի գծիկ 14567 B QQB հետո գրի P պարապու P պարապու P պարապու պու P պարապու պու պիրիպու պու պա պու պիրիպու Всё? Չելելիկա P պու պարապու պա պու P պարապու Կյանքս Мою 25 тысяч первого, кто попадет в яблочко! И лошади, 2 дома на побережье. Եկալեսի չքնես։ Մի քնի։ Вот о чем я вам говорю. Քեզ ասում եմ մի քնի։ Էս ուրիշ բան, այս sense պետք է լինի։ Շել եմ մի քիչ քաշ գցեմ Ես պարապեմ բան մի քիչ առողջականից վրա լավ ազդի էլ ես ամեն ինչը մի քիչ շատ եմ քաշ ավելացրել Կյանքս որոշել եմ մի քիչ քաշ գցեմ համ առողջականից վրա լավ կազդի համ էլ մի քիչ սիրուն կուբիկներ կլինի այդպես պաշկեքով աղջկեքին որ կլցվեն վրես Կյանքս տարիքով տուն ենք վերցրել գնում ենք պիվա միվա վերցնենք բան այդպես ժամի 9-ի կողմերը տունը գնանք Կյանքս տարիքով գնալու ենք տուն վերցնենք հետո 5-6 հոգի աղջիկ էլի ամեն մեկից մի հատով լավ պիվա միվա կխմենք 12-ին յա կգանք յա չենք գա Անքս բաճիմաց այս մեր թանձագործի տեղի անուշիկը որ կա նորենք ընդունել կարմի դիպլոմով ավարտել է գնացի Ճապոնիա վերապատրաստվել գլա այս sense ընտիր աղջիկա Անքս ամս մտցիտը ընդունել գործի այսպես մի երկով դոշերը բաց որ մի բան ասում հա անկեր Սարգսյան ասա անկեր Սարգսյան ինչ ա անկեր Սարգսյան Խանութ էի գնացել երշիկեղեն առա, ընտիր երշիկեղեն էր, չարազները առա, չարազներն շատ տեսակ առել եմ, էլի անեջից բա բուդս տնես, նենց լավ բուդ եմ առել, շատ լավն է, նվերները առա, գիտես են հարևանին չի ասում, բայց դրա լակոտներին էլ եմ առել, հա վերջը լսի, ամեն ինչ էլ առել եմ, չգիտեմ, էլի քիչ, հələ մի րոպե էլի զանգ ա գալի, չես հասկանում, որ ասում եմ հելի պատուհանը փակի, Չէ, չեմ հասկանում Նոր տենում եք կադրը մոնտաժը, մի քիչ էմոցիա տու, էլի, ինքը չի զգացում, որ խաղում ես դու, էլի, հասկացա, զուտ է։ Բացի դեդլայներով չենք ասում ճարակս։ Ես վլոգ շփանան վեկանում ես ու հետևը թույլ է խոսել, էլի։ Հա։ Ես չեմ կադրը վերցնում ես սցենարի։ Դե իմ 1200 դրամը իմ production-ն է։